Դրաստամատ Խուդավերդյան անունը վաղուց արդեն զուգահեռվում է Երևանի պետական բժշկական համալսարանի հետ։ Բժշկագիտության նվիրյալների մի ողջ բանակ է նա կյանք ճանապարհել։ Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանին ենք բացահայտելու այսօր առանց փողկապի։ Բարև ձեզ, պարոն Խուդավերդյան։ Ինչպե՞ս եք։ Ինչպես միշտ լավ։ Օրը սկսվում է վաղ առավոտյան, բժշկական համալսարանում է աշխատանքային օրը սկսվում։ Այո, աշխատանքի գալիս եք, վախենում եմ հիմա հարցնեմ, ասում են, որ ոտքով եք գալիս աշխատանքի, չափազանցնում են։ Ոտքով եմ գալի։ Հիմա պիտի ասեք նաև Երևանի որ հատվածից եք ոտքով գալիս։ Գալիս եմ, ուսանողական թաղամասից վերևի, մինչև ինստիտուտ գալիս եմ ոտքով հիմնականում։ Ամեն օր։ Ամեն օր, այո, որոշ դեպքերում ոտով եւ գնում եմ։ Ինքը ընդհանրապես շատ լավ ձեռքեր ունի, ես միշտ ասում եմ, որ դու պետքա դառնայիր վիրահատող, էլի բժիշկ, որովհետեւ շատ լավ ձեր, ինչ որ անում է, ընտիր։ Երբեք ես այդպես չեմ կարող անեմ, էլի։ Ես նրան այդ վաստակոր կոչումից ավել կդայի, բայց ցավոք սրտի իմ ձեռք չի։ Խստապահանջ, բայց նաև հարիհար բոլորիս մեջքին կանգնած մարդ։ Շատ խելացի, շատ գիտակ, շատ գաղափարներով լի, պրպտուն մտքով, շատ խիստ, պահանջկոտ, դրա հետ մեկտեղ մեծ պատասխանատվությամբ եւ այդ նույն պատասխանատվությունը նա պահանջում էր իրեն սաներից։ Նա սկզբունքային մարդ է։ Այսինքն ճիշտը խոսողը։ Ինքը շատ սկզբունքային մարդ է, շատ։ Եվ ունենալով հստակ կարծիք, հստակ պատկերացում յուրաքանչյուր երևույթի վերաբերյալ, ինքը երբեք կախված չի հասարակական կարծիքից։ Ինքը շատ խստապահանջ է։ Իրոք, որ ասում են խիստ մարդ է, ինքը խստապահանջ է, բայց այդ խստապահանջության հետ միասին ինքը շատ բարի է։ Շատ ուշադիր ամուսինա, շատ ուշադիր հայրը, պապիկա այդպես ասած, շատ ուշադիր, միշտ կարելի է, ես միակ աղջիկն եմ եղել իմ ծնողների ու կարամ ասեմ, որ այսպես ասած հենվել եմ միշտ իրեն վրա։ Նա ազնիվ է, խելացի, բարի, սկզբունքային, պայքարող եւ շատ կարեւոր է, որ մարդասեր է։ Շատ սկզբունքային անձնավորություն է, դրա հետ մեկտեղ շատ բարի, մարդասեր։ Բոլոր բնակավարներում իրեն դրսևորել է որպես դրական, որպես բժշկական համալսարանի նվիրյալ, որպես բարձր համարում ունեցող մանկավարժի։ Բազմակողմանի զարգացած մարդ է, բայց նահապետի չէ։ Ինքը իհարկե շատ էմոցիոնալ մարդ է, էմոցիոնալ, առանց խոսքի, բայց կոպիտ չի։ Ուզում եմ նշեմ նաև իր մեջ շրջահայացությունը, շատ պարկեշտ լինելը, գիտեք, գաղափարներով լի մարդ էր։ Ընկերներին հասնում է, բարեկամներին հասնում է, եղբայրներին հասնում է, բոլորին հասնում է, գիտությանը ղեկավարում է, սան ղեկավարում է, բարյացկամ մարդ է ինքը։ Նա շատ խստապահանջ է։ Ես վկա եմ նրա բոլոր առաջընթացներին, տարիքով լինելով բավականաչափ տարբեր մեծ, ես տեսել եմ նրա առաջընթացը, որպես ասպիրանտ, որպես հավաք լաբորանտ, ապա ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ։ Եվ որոշ հարցերում իհարկե ունեցել եմ որոշակի դերակատարում
ի պաշտոն է։ Ինքը կարողանում է միախմբել, այ ամբիոնը միասնական է դարձնում։ Ինքը ընդհանրապես բազմակողմանի զարգացած մարդ։ Ինքը ստիպում էր բոլորին, որ մեկը մյուսի նկատմամբ ուշադիր լինի։ Միշտ ասում եմ ուշադիր եղեք եւ լավ օրերին, եւ ինչ որ դժվար օրերին։ Բոլոր մարդկային դրական հատկությունները, որ կա, ասենց ամփոփեմ, Բարիս Նահապետչի մոտ կա։ Պարոն Խուդավերդյան, դուք ծնվեցիք բժիշկների ընտանիքում, ձեր ծնողները բժիշկներ էին։ Այո, հայրս թերապևտ էր, մայրս մանկաբարձ գինեկոլոգ։ Մասնագիտության ընտրությունը հեշտ կատարվեց, թե արդեն որոշված էր այդպես։ Հա, հեշտ կատարվեց։ Երևի թե ընտանեկան դասիրակությունը իր դերը խաղաց։ Ընտրեցի ավարտելուց հետո ընդունվեցի միանգամից բժշկական համալսարան։ Այո։ 1966 թվականին ավարտեցիք։ 66 թվականին ավարտեցի բուհը եւ անմիջապես գերազանցությամբ բավարարվեցի, մինչեւ այդ աշխատում էի ֆիզիոլոգիա ամբիոնում, գիտական աշխատանք էի անում եւ տպագրված աշխատանքներ էի ունեցել այդ 6 տարիների ընթացքում սովորելու եւ ամբիոնի վարիչը առաջարկեց ասպիրանտուրա։ Անմիջապես սովորաբար այնպես էր դրվածքը, որ բուհը ավարտելուց հետո անկախ նրանից գերազանցությամբ եք ավարտել թե ոչ, պետք է մեկնեիք 3 տարի աշխատելու։ Նոր կարող եք դրանից հետո ընդունվեք կլինիկական գծով ասպիրանտուրա։ Բայց տեսական ամբիոններում ֆիզիոլոգիա, կենսաքիմիա եւ այլ տեսական ամբիոններում կարելի էր միանգամից ավարտելուց հետո, եթե գերազանցությամբ էր ավարտել, ամբիոնների երաշխավորությամբ ընդունվել ասպիրանտուրա։ Ինձ առաջարկեցին պրոֆեսոր Գրիգորյանը, նախկին ֆիզիոլոգիա ամբիոնի վարիչը։ Ես հաճույքով համաձայնվեցի եւ անմիջապես ընդունվեցի ասպիրանտուրա ֆիզիոլոգիա ամբիոն։ Այո, եւ մասնագիտական ձեր ուղղու մեկնարկը տրվեց։ Այո։ 4 տասնամյակից ավելի է դուք ղեկավարում եք ֆիզիոլոգիայի ամբիոնը։ Այո, 42 տարի է, 84 թվից ղեկավարում եմ ֆիզիոլոգիա ամբիոնը։ Ավելի քան 40 տարի ամբիոնի վարիչ է։ Ես չեմ հիշում բժշկական համալսարանում, պատմությունը լավ գիտեմ բժշկական համալսարանի, այդպիսի անձնավորություն չեմ հիշում։ Ինչն է պատճառը։ Պատճառը դրան է, որ ինքը ընդունում է։ Ինքը ղեկավարել է բավականաչափ շատ գիտական կադրերի, տվել է բավական թվով թեկնածուներ, դոկտորներ է տվել։ Արված աշխատանքները հսկայական են, որոնք արվեցին այս տարիների ընթացքում։ Դե գիտական աշխատանքները 250-ից ավել, 300-ից ավել գիտական տպագրված աշխատանքն եմ։ 5 հատ դասագիրք ունեմ գրված, որից 2-ը հայերեն լեզվով, 3-ը ռուսերեն լեզվով, որոնցից 2 դասագրքեր Ռուսաստանի բժշկական համալսարանների աշխատակիցների հետ համատեղ։ Այնպես որ այդ դասագրքերը օգտագործվում են իմ խմբագրությամբ են գրված եւ ամբիոնի դասախոսներն են այդ դասագրքերը հայերեն լեզվով գրվել, օգտագործվում են Հայաստանի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, համալսարանում, գյուղատնտեսական ինստիտուտում, ֆիզկուլտուրա ինստիտուտում, այնտեղ որտեղ անցնում են ֆիզիոլոգիա, այդ դասագրքերը հայերեն լեզվով օգտագործվում են։ 8 տասնամյակ բոլորած մարդն այսօր նույն խանդավառությամբ ու նույն ոգևորությամբ էլ մտնում է լսարան։ Այո, մանկավարժակի կատարում եմ անմիջապես, բացի կազմակերպչական աշխատանքից, ամբիոնը ղեկավարելուց եւ պարզա, որ հիմնականում դասախոսություններ եմ կարդում։ Այո։ Դասախոսություններ եմ կարդում ռուսերեն եւ հայերեն ֆակուլտետներում, բուժական եւ ստոմատոլոգիական ֆակուլտետներում։ Նա բացի մեծ գործունեություն ծավալելով բժշկական ինստիտուտի գիտահետազոտական լաբորատորիայում նա եղել է նաև համալսարանի արտաքին հարաբերությունների պրոռեկտորը։ Պարոն Խուդավերդյան, դուք նաև գիտության նվիրյալների մի մեծ բանակ ճանապարհեցիք ու շարունակում եք այդ աշխատանքը անել։ 20-ից ավելի գիտության տեխնացուներ եւ դոկտորներ են պատրաստել, որոնցից 4-5 գիտության դոկտոր եւ 17-ից ավել գիտության տեխնացու, որոնք տարբեր ոլորտներում են աշխատում։ Հիմնականում ամբիոնում են աշխատում, բոլոր ամբիոնում աշխատող
ներկայիս դասախոսները, պրոֆեսորները, դոցենտները բոլորը իմ պատրաստած կադրերն են։ Շատ անմիջական մասնակցություններ ունենում մեր հետազոտական աշխատանքին եւ շատ օգնում էր գիտական հոդվածներ պատրաստելուն, տպագրելուն եւ առանց իրեն քննության երբեք ոչ մի ատենախոսություն չէր պաշտպանվում, ինքը շատ մանրամասն հսկում էր այդ աշխատանքները։ Եվ հիմա երիտասարդ կան երիտասարդ աշխատողներ, որոնք շարունակում են իմ ղեկավարության ներքո կատարել գիտական աշխատանքներ տեխնացիական։ Մեր բախտը շատ բերեց, որ ունեինք այդպիսի ղեկավար եւ հանգիստ խղճով գնում էինք պաշտպանության ու դա շատ վաղուց էր եւ իրեն այդ հատկանիշների շնորհիվ ինքը մի մեծ բանակ պատրաստեց գիտության տեխնացուների, իսկ հետագայում արդեն 84 թվականից ամբիոնի վարիչ անցնելուց հետո նաեւ դոկտորներ պատրաստեց։ Պարոն Խուդավերյան, ինձ հետաքրքիր է այ աշխատանքային թիմը ինչպես է ընտրվում։ Ես գիտեմ, որ որոշակի չափանիշներ, չափորոշիչներ կան, որոնց պիտի համապատասխանեն մարդիկ, ովքեր պիտի աշխատեն ձեզ հետ։ Ընտրում ենք հետևյալ ձևով, նախ եւ առաջ ընդունում են ամբիոն աշխատանքի ասիստենտի, նախկինում ավագ լաբորանտներ են ընտրում, այսպես հասնիկներ կա, հիմա ասիստենտ են կոչվում։ 1-2 տարի աշխատելուց հետո ամբիոնում օգնելով ուսումնական process-ը ընտելանում էին, կամաց ընտելանում էին եւ կողմորոշում էին, արդյոք շարունակելու են մնալ այդ մասնագիտությամբ աշխատելու, թե ոչ։ Եթե գալիս են այն վերջնական եզրակացության, որ ցանկություն ունեն հետագայում իրենց հետագա աշխատանքային կյանքը նվիրել ֆիզիոլոգիային, ուրեմն շարունակում էին եւ այդ աշխատողներին առաջարկում էր թեմա գիտական թեմա է առաջարկում։ Ովքեր որ այս ամբիոնում աշխատել են տարիներ շարունակ, անցել են մի լավ դպրոց եւ մասնագիտական եւ մարդկային հարաբերությունների եւ մենք իրեն շատ շնորհակալ ենք այդ առումով, մինչ օրս ինքը մեզ օրինակ է ծառայում։ Իսկ ամբիոնը, որը ղեկավարում եք դուք, նաեւ ավանդույթներ է ձևավորել։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ազնվորություն պետք է շատ ուշադիր լինի իր շրջապատի նկատմամբ։ Դա կլինեն ընտանիքի անդամները, դա կլինեն ընկերները, աշտակիցները։ Իմ սկզբունքը այն է, որ մաքսիմալ ուշադիր լինեն բոլորի նկատմամբ եւ այդ ուշադրությունը այն թվում վերաբերում է նրանց հիշարժան օրերը նշելով, հատկապես ծննդյան օրերը։ Ինքը առաջինն է հիշում բոլորի ծննդյան օրերը, ինքը ունի ցուցակ ու ստիպում են հավաքարարից սկսած, ինքը ստիպում է, որ բոլորին մենք անպայման հիշենք։ Ես ունեմ բոլորի տվյալները աշխատողների եւ պարտադիր ձևով ամբիոնի մակարդակով նշում ենք ծննդյան օրերը։ Հավաքում ենք ամբիոնում եւ նշում ենք։ Ես դա չափազանց մարդկային եմ համարում նախ եւ առաջ, դա բնական է շատ։ Երկրորդ համախմբում է դա, ուշադրության հարցը պետք է ինչ անշտակում անտարբեր մնաս մարդու նկատմամբ։ Պարոն Խուդավերյան, իսկ ինչ է կարծում, հեշտ է ձեզ հետ աշխատել։ Դե ես կարծում եմ աշխատողներին դուք պետք է հարցնեք, հեշտ է թե ոչ։ Ես չէի ասում, որ իր հետ աշխատելը հեշտ է։ Իր հետ աշխատելը հաճելի է։ Իր հետ աշխատելը երբեմն շատ հեշտ է, երբեմն դժվար է։ Ինչու՞։ Որովհետև ինքը իր ինտելեկտուալ համոզմամբ ինքը իր կարծիքն է հայտնում, անկախ պաշտոնից, անկախ մարդու դեմքից։ Բավականին հեշտ է, եթե չի լինում ինչ-որ էքսեսներ, բայց համենայն դեպս ինքը միշտ, եթե նույնիսկ զայրանում է, հետո հաջորդ վարքյանին փորձում է հասկանալ, եթե մեղքը մերն էր, եթե մեղքը իրանն էր, ինքը ամեն ինչում էլ փորձում է մեր հետ համագործակցել։ Ինքը սիրում է, որ ինքը ինչ որ ասում է, պետք է կատարվի։ Ու մենք հարմարվել ենք, որ հանձնարարություն տալիս է, պետք է այդ հանձնարարությունը անպայման կատարվի։ Եթե թերի էին կատարում, արդեն իր հայացքից մենք զգում ենք, որ ինչ-որ մի բան այն չի։ Հեշտ է այն առումով, որ ինքը մարդ տեսակը նրա շատ լավն է։ Ինքը շատ արդար է, ազնիվ է, եւ դա օգնում է աշխատելուն իհարկե, այլապես այսքան տարիներ 84 թվից ինքը ղեկավարել է ամբիոնը եւ բնականաբար եթե լինեին խնդիրներ նրանք իրենց զգացնել կտային եւ կդրսեւորվեին մենք
միշտ գոհ ենք եղել եւ սիրել ենք մեր ղեկավարին։ Այդ իր խստապահանջության պատճառով մեր բոլոր ամբիոնի աշխատակիցները, գրեթե բոլորը դարձան գիտության տեխնացուներ։ Ես աշխատում միշտ հաշգարկալից վերաբերում ցուցաբերեմ եւ ստեղծեմ ամբիոնում այնպիսի մթնոլորտ աշխատանքային, որ մարդիկ հաճույքով գան աշխատանքի հաճույքով աշխատեն։ Ես կարծում եմ եւ դա վերաբերում է եւ ուսանողներին։ Ուսանողներն եմ ասում, նրանք պետք է հաճույքով մտնեն ամբիոն եւ ամբիոնում պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ նրանք խնդիրներ չունենան։ Եվ բոլոր հարցերը պետք է լուծվի, թե ուսանողների, թե աշխատողների հնարավորության սահմաններում։ Միշտ աշխատել եմ այդ ձևով, աշխատանք կազմակերպել եւ այդ առումով իմ կարծիքով աշխատողների համար դժվար չի աշխատել այն։ Թեկուզ պահանջկոտությունը բավականին բարձր է։ Այս վերջերս մի քիչ ավելի մեղմացել եմ, ես ինչպես ես նայում եմ, առաջ շատ ավելի խիստ էի մոտենում, եւ եթե ինչ որ աշխատողը ինչ որ մի բան վրիպում էր, շատ ժամանակ չէին ներում, նույնիսկ եղել է դեպքեր, երբ աշխատողները սխալ թույլ տալու համար հիմա այդ սխալ տարբեր ձևի սխալները անմիջապես աշխատանքից ազատել եմ։ Անգնահատելի է ձեր աշխատանքը, ձեր վաստակը Երևանի պետական բժշկական համալսարանում, նաև կենտրոնական լաբորատորիայի ստեղծման ակունքներում ձեր անունն է նշվում։ Դե 70 ուրեմն մինչև 70 թվականից 72 թվականից ուրեմն ստեղծվեց սովետական միությունում բժշկական համալսարաններում եւ ինստիտուտներում ստեղծվեցին կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիաներ։ Նպատակը մեկն էր։ Նպատակը բոլոր ամբիոնները հնարավորություն ունենան մեթոդական առումով իրենց գիտական աշխատանքները կատարել այդ լաբորատորիաներում, որտեղ ամբիոններում հնարավոր չէր այդ բոլոր ժամանակակից հետազոտման եղանակները, մեթոդները ներդնել։ Դրա համար Սովետական միության բժշկական համալսարանում ստեղծվեցին կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիաներ, որոնք համարվում էին մեթոդական եւ գիտական, հատկապես մեթոդական կենտրոններ։ Եվ բոլոր ամբիոնների աշխատողները գալիս էին այդտեղ գիտական աշխատանքներ, համատեղ գիտական աշխատանքներ կան, տեխնոլոգիական թեզային կա, դոկտորական, այլ կերպ ասած դա մեթոդական բազա էր, բայց բացի մեթոդական բազայից այդ լաբորատորիան եւ գիտական թեմա էր մշակում, ամեն մի լաբորատորիա ուներ իր ուղղությունը եւ նույնը մեր լաբորատորիան։ Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի առաջի վարիչն էր եւ սովորաբար ասում է հիմնադիր վարիչ։ Ուրեմն առաջարկվեց այդ լաբորատորիան ղեկավարելու նախկին ռեկտորի կողմից այն ժամանակվա աշխատացի մինչև 70 թվից մինչև 84 թիվը։ Այդ տարիների ընթացքում փաստորեն այդ շենքը կառուցվեց, այդ գետարի 700-գարյա շենքը, դա միայն այդ լաբորատորիայի համար էր այդ շենքը կառուցվել։ Ժամանակին այդ լաբորատորիայի համար ֆինանսավորում է ընտրվել եւ այդ շենքը կատարվեց ինչպես այդ լաբորատոր կորպուս։ Մինչև որս էլ կոչվում է լաբորատոր կորպուս։ Հիմա է որ ամբիոններ են տեղադրված, բայց դա հիմնականում կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիաներ իր կառույցներով։ Շատ մեծ կազմակերպչական աշխատանք կատարեց, շատ մեծ, եւ մեր այդ կենտրոնական լաբորատորիան խորհրդային միությունում մեծ համբավ ուներ։ Գիտական թեմա կար, ընդհանուր բոլոր լաբորատորիաները զբաղվում էին եւ ինքը ակտիվ կահավորումը, սարքավորումների ստացումը, ռեակտիվների, ամեն ինչ բարձր մակարդակի էր։ Բավականին մեծ աշխատանք կատարվեց, այդ տարիների ընթացքում մոտ 10 լաբորատորիաներ ստեղծվեցին, 10 լաբորատորիա ֆիզիոլոգիայի, պաթոֆիզիոլոգիայի, էքսպերիմենտալ պաթոլոգիայի, մորֆոլոգիայի, իմունոլոգիայի, կենսաքիմիայի, ռադիոիզոտոպային հետազոտության, էլեկտրոնային միկրոսկոպի եւ այլն։ Լաբորատորիաներ ստեղծվեցին եւ յուրաքանչյուր լաբորատորիան կահավորվեց թե կադրերով, թե սարքավորումներով։ Կադրերը վերապատրաստում անցան, ուրեմն մեթոդական այդ հմտությունները ձեռք բերեցին,
բոլոր մեթոդները ներդրվեցին, յուրաքանչյուր այդ աշխատող ուրեմն բացի այդ մեթոդական ներդրումներից եւ գիտական աշխատանքեր կատարում, դրանց հիման վրա դարան գիտության տեխնացուներ, դոկտորներ եւ այդպես լաբորատորիան ձեռք բերեց ուրեմն իր ինքնուրույն ուրեմն ուղղությունը գիտական եւ ինքնուրույն տեսքը։ Փաստորեն ինքը ձևավորեց այդ կենտրոնական լաբորատորիան։ Բացի այդ ամբիոններում էլ ստեղծվեցին գիտահետազոտական լաբորատորիաներ, առանձին գիտահետազոտական լաբորատորիաներ, որոնք նույնպես ընդգրկվեցին այդ կենտրոնական լաբորատորիայի ներքո, ճիշտ է, ինքնուրույն էին նրանք յուրաքանչյուր ամբիոնում ստեղծվեցին լաբորատորիա, բայց դրանք էին որոշակի սահմաններում ընդգրկված կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի ուրեմն ներքո։ Այնպես որ դա մոտ շատ մեծ կազմակերպություն էր, հենց այն լաբորատորիան, որը այս բազայում էր աշխատում, 100-ից 120-ից ավել գիտաշխատող ուներ։ Աշխատողներ ուներ, որոնք որ ուրեմն կրկնում եմ կատարում էին այդ բոլոր աշխատանքները եւ օգնություն էին բերում ամբիոններին։ Պարոն Խուդավերդյան, դուք մի քանի րոպեի ընթացքում շատ հանգիստ, առանց ավելորդ հպարտության պատմում եք այն հսկայական աշխատանքը, որը արվել է տարիների ընթացքում։ Վստահ եմ նաև դժվարություններ ու խոչընդոտներ եղան, որոնք չհիասթափեցրին բնականաբար ձեզ։ Իհարկե դժվարություններ շատ է եղել, բայց այդ դժվարությունները ինչպես յուրաքանչյուր մարդու մոտ իմ մոտ էլ հաջողվեց հաղթահարել։ Եվ այդ տարիների աշխատանքը փաստորեն 70 թվականից մինչև 74 թվականը այդ լաբորատորիան հիմք սարեց հետագայում ամբիոն տեղափոխվելու, որովհետև արդեն այդ լաբորատորիան ստեղծվելուց հետո պետք է միայն շարունակել աշխատելը եւ որտեղ բոլորը ստեղծված էր, մեթոդական բազան կա, կադրային պրոբլեմ չունեի, բոլոր կադրերը արդեն պատրաստվել էին, գիտական ուղղությունը արդեն կար մշակված եւ մնում էր ուղղակի շարունակել այդ հաջողությունները վայելել եւ իսկապես ճաշակել այդ բոլոր հաջողությունները, որովհետեւ յուրաքանչյուր անձնավորություն փաստորեն այդ էտապները կյանքի անցնում է։ Ինձ հաջողվեց ուրեմն փաստորեն ստեղծել լաբորատորիաներ, մեկը չէր 10-12 լաբորատորիա ամբողջը ստեղծել գիտական ուղղություն, մշակել եւ առաջարկել գիտական ուղղություն եւ այդ գիտական ուղղությունով աշխատում էին բոլոր լաբորատորիա աշխատակիցները, մինչեւ օրս էլ այդ գիտական ուղղությունը շարունակում է բուղում եւ մեր ամբիոնի հիմնական գիտական ուղղությունն է թեման է, որի շուրջ կատարում են տարբեր աշխատանքներ։ Այլ մնում էր ուղղակի այդ տարիների ձեռքբերումը վայելել, ինչպես ասում են։ Բայց 84 թվին, երբ մահացավ նախկին ամբիոնի վարիչը, հիվանդացավ, ուրեմն 12 մատյան աղիքի քաղցկեղ ուներ, պրոֆեսոր Գրիգորյանը, իմ ուսուցիչը։ Պետք է գնար վիրահատության գնար այդ քաղցկեղի կապակցության 84 թվին։ Նա ենթադրեց, որ եթե գնա վիրահատության, կարող է չվերադառնա ամբիոնի վարիչը։ Եվ գնալուց առաջ կտակ էր գրել, տվել իր կնոջը, որ տարեք տվեք ռեկտորին, իմ ցանկությունը, եթե ես չվերադառնամ վիրահատությունից, հանկարծում մահանամ, այս իմ ցանկությունը ես կխնդրեի հաղորդեիք ղեկավարությանը, թող եթե հնարավոր է հաշվի առներ։ Ցավոք սրտի այդպես էլ եղավ, մահացավ, վիրահատությունից հետո չվերադարձավ, ուրեմն այդ կտակի մեջ նա երկու փաստերի վրա անդրադառնան, առաջերտին նա ներողություն էր խնդրում իր բոլոր աշխատակիցներին, բոլոր իր ընկերներին, հատկապես աշխատակիցներին, եթե ինչ-որ միտեղ ինքը կոպիտ է եղել, ինչ-որ մի բան հաշվի չառել, ներողություն էր խնդրում բոլոր իր գոլեգաներից այդ վրիպումների համար, եթե շնորհակալություն էր հայտնում բոլորից համատեղ աշխատանքի, այդքան տարիների աշխատանքի համար եւ երկրորդ ցանկությունն էլ դիմում էր ղեկավարությանը, որ պարզ է ասում է, որ ինձանից հետո որևէ մեկը պետք է ղեկավարի ամբիոնը։ Եթե հարգեք իմ կարծիքը, ես կխնդրեի ֆիզիոլոգիա ամբիոնի վարիչ հրավիրեք եւ նշանակեք իմ աշակերտ
ներկայիս կենտրոնական գիտահոսական լաբորատորիայի վարիչ Խուդավերձյանին։ Ես տեղյակ չի, ռեկտորը, եթե չեմ զգալ Աստվածատիրյանն էր, նա կնոջը ասում է, հա շատ լավ է, բայց մենք կտակով ամբիոնի վարիչ չենք նշանակում։ Դե նախ դա իմ ամուսնու կարծիքն է, կնշանակեք թե չէ, դա ձեր գործն է, բայց ամեն դեպքում ամբիոնի վարիչի հարց առաջացավ եւ ինձ հրավիրեց ռեկտորը եւ առաջարկեց։ Ասի գիտեք ինչ կա, ամեն ինչ ստեղծել եմ։ Մի ինստիտուտ եմ ստեղծել, կենտրոնական գիտահոսական։ Այդ ամեն ինչը հիմի եկել է այն ժամանակ, որ պետք է վայել եմ։ Այդ ամեն ինչը ես թողեմ գնամ նոր ամբիոն, շատ ծանր է ինձ համար։ Դա ինձ ասեց, դե ինչու ես գնում, դու շարունակ քո աշակերտին մեկնումեկին առաջարկի այստեղ ցնիլի վարիչ, էլի հետները համատեղ կաշխատես։ Էլի կգնաս եւ կաշխատես, էլի կոննա, դու ուրիշ հիմնարկ չես գնում։ Այնպես որ եւ ֆիզիոլոգիա ամբիոնի ուրեմն խնդիրները կլուծվի եւ ցնիլի հետ կշարունակես աշխատես։ Դե վերջը մտածեցի, այն ժամանակ աշխատում էր ինձ հետ դե լաբորատորիաներում տարբեր մարդիկ էին, օրինակ իմունոլոգիայի լաբորատորիայի պրոֆեսոր Շեկոյանն էր, որ հետո գրած միկրոբիոլոգիա ամբիոնի վարիչ եւ մյուսները ինչ որ գնացին եւ իմ տեղակալը ուրեմն մորֆոլոգիայի լաբորատորիայի վարիչ Զիլֆյանն էր Արտուրովիչը, որը ներկայիս ուրեմն կենտրոնական գիտահոսական կենտրոնի ղեկավարն էր։ Ես առաջարկեցի նրան ինձ փոխարինող հաջողվեց համենայնդեպս ինձ համոզել ղեկավարությանը, որ նրան նշանակեն կենտրոնական գիտահոսական այդ լաբորատորիայի վարիչ եւ միջև օրս էլ նա աշխատում այդ լաբորատորիայի վարիչ։ Այո, իսկ դուք ղեկավարում եք ֆիզիոլոգիայի։ Իսկ ես եկա ֆիզիոլոգիա ամբիոն եւ անցա իմ պարտականությունների կատարման։ Դժվար էր իհարկե ամբիոնում, որովհետեւ պետք է արդեն լրիվ աշխատանքի բնույթը լրիվ փոխում է։ Եթե այնտեղ հիմնականում զբաղված է գիտական հարցերով եւ պրակտիկորեն դասընթաց չկար, այստեղ լրիվ փոխվեց աշխատանքի բնույթը 90%-ի ժամանակը, դավակ 90%-ը արդեն տրամադրվում էր ուսումնական process-ի։ Պետք է դասախոսություններ կարդայի, պետք է ղեկավարայի ուրեմն դասախոսների այդ կոլեկտիվը, պետք է դասընթացներ բարեի, պետք է համապատասխան մակարդակով յուրացնեի այն բոլոր ծրագիրը, բոլոր ֆակուլտետներում կարողանայի դասախոսություն կարդայի, իսկ այն ժամանակ բացի բուժական եւ ստոմատոլոգիական ֆակուլտետներից գործում էր եւ մանկաբուժական ֆակուլտետներ, ուրեմն այդ տարբեր ֆակուլտետներում ըստ պրոֆիլի պետք է դասախոսություններ կարդացվեին, դասընթացներ կազմակերպվեր, կադրերը պետք է ընտրվեին, կադրեր պետք է պատրաստվեին, լուրջ խնդիրներ կար ամբիոնում կադրերի։ Մի խոսքով աշխատանքս բավականին ծանրացավ։ Բայց արվեց։ Խուդավերձյան, խիստ ղեկավարի եւ չափազանց պահանջկոտ մարդու մասնագիտական առումով հոգու խորքում ով է թաքնված։ Ով է դրաստամատ Խուդավերձյանը աշխատանքից։ Ես կարծում եմ, որ ինչքան ուզում է խիստ լինես, դրա տակ պետք է մարդկային հատկանիշները թաքնված լինեն։ Ինչ է նշանակում խիստ։ Խաշտությունը ինքնանպատակ չի։ Իհարկե, դա մարդու էությունից էլ է կախված, մարդկա ուղղակի խիստ է, ուղղակի խիստ լինելու համար։ Ես դա չեմ ընդունում, խիստ լինել։ Ես կարծում եմ, որ խաշտությունը պետք է գա պահանջներից։ Եթե աշխատանքը պահանջում է խստություն, պետք է խիստ լինել։ Եթե աշխատանքը չի պահանջում, ձևական խիստ լինելը իմ կարծիքով անթույլատրելի է։ Ամեն դեպքում պետք է այդ խստությունը կիրառել այնպես, որ աշխատողները դրանից մարդկային առումով չտուժվեն, աշխատանքը չտուժվի։ Պետք է այդ խստությունը ծառայի եւ մարդկային հարաբերություններին եւ աշխատանքին։ Այո։ Իսկ ով է պարոն Խուդավերձյանը աշխատանքից դուրս։ Աշխատանքից դուրս, ինչպես յուրաքանչյուր ազնվորություն, ունեմ իմ ընկերական շրջապատը,
Ունեմ իմ ընտանիքը, առաջ հերթին ընտանիքը, ես էլ իմ հերթին շատ նվիրված եմ իմ ընտանիքին, շատ լավ ընտանիք ունեմ, շատ լավ կին ունեմ, շատ լավ բալիկներ ունեմ, 5 թոռնիկներ ունեմ։ Ձեր ընտանիքում բոլորը բժիշկներ են։ Հիմա այո, բոլորը կինս քիմիկոս է, բայց աշխատում է բժշկական համալսարանում, դեղագիտական ֆակուլտետում, դոցենտ է աշխատում, եւ պարզա որ ծառայում է բժշկական համալսարան եւ բժշկական կadrերի պատրաստման, ֆարմացևտների պատրաստման։ Այո։ Ձեր դստերը բժիշկներ են, ձեր աղջիկները։ Դստերը բժիշկներ են, մեկը ուրեմն մանկաբարձ գինեկոլոգ է եւ կարծում եմ որ բժշկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր է, մասնագիտացել է դոպլերոգրաֆիայի, դոպլերոմետրիայի ուղղությամբ եւ բավական հաջողություններ է հասել։ Մյուսն էլ ստոմատոլոգիական ֆակուլտետն է ավարտել, մեր ուրեմն կենտրոնի, ստոմ կենտրոնի տնօրենն է։ Գիտության տեխնա դոցենտ է ինքը։ Մենք երկրորդ հարգում էինք, ինքը երրորդ հարգում էր, սենյակ ուներ, որը որպես ասպիրանտ գիտական աշխատանք էր կատարում ու ծանոթացավ մեր կոլեկտիվի հետ, սկսեց գալ, մեր փորձերն էլ շատ երկար էին, 5-ից 6-ից հետո արդեն աշխատանքը այսպես ասած վերջացած էր, գալիս էր շատ անգամ շախմատ խաղալու տղաների հետ։ Այդպես կամանց ծանոթացանք, 70 թվին ամուսնացանք։ Իմ համար ինքը հանդիսացել է իդեալ, այսպես ասած, շատ հարցերում։ Ինձ համար նա մի անձնավորություն է, որ օժտված է մարդկային ամենալավ հատկանիշներով եւ որակներով։ Ինքը շատ խարիզմայով տղամարդ էր, տղա էր, հա, խելացի միշտ եղել է, շատ խելացի, շատ ակտիվ, իրագործունյա, շատ հոգատար, բարի պապիկ, էլի շատ նրբանկատ եւ պետք է նշեմ, որ բոլոր հատկապես պետք է նշեմ բժշկական հարցերում միշտ ինքը ոնց որ մեր հենարանն է եղել, թե մեր համար, իմ ու քրոջս եւ հետագա մեր ընտանիքների համար, մեր երեխաների համար։ Հորս մասին խոսելիս չեմ ուզի առանձնացնել մայրիկիս։ Ես պետք է ասեմ, որ շատ գեղեցիկ ընտանիք են իրենք ստեղծել։ Շատ սիրել են եւ հարգել են միմյանց եւ մենք ընտանիքում եւ ես եւ քույրիկս դա իսկապես տեսել ենք փոքրուց ես միշտ շրջապատված ենք եղել ես ու քույրս իր կողմից միայն սիրով, հոգատարությամբ եւ նրբանկատությամբ։ Այդ հարաբերությունների մասին խոսելիս կուզեի մի երկու տող ասել Հովհաննես Շիրազի բանաստեղծությունից։ Մեր տան դրսի պատն էր հայրս, մայրս պատն էր միշտ ներսի։ Դերջունը չեկած մայրս կսեր, ախ հայրիկս չմրսի։ Եվ այդ հայրիկը չմրսի, եւ այդ տրամաբանությամբ մենք դաստիարակվել ենք հայրական ընտանիքում, եւ ես եւ քույրիկս փորձում ենք նույնքան սեր, ջերմություն, հոգատարություն ցուցաբերել եւ մեր ամուսիններին եւ մեր երեխաներին։ Ծնողներիս հարաբերությունները պետք է նշեմ, որ եղել են սիրո հարաբերություններ, որը նույնպես մեր համար ու կոնկրետ ինձ համար հանդիսացել է հետագայում օրինակ, ընտանիքի մոդելի օրինակ է հանդիսացել։ Կարող են լինել ձեր ընկերները, ինչ չափանիշներ պիտի ունենան մարդիկ, ձեր ընկերները։ Դե գիտեք ինչ կա, երբ սկսում ես ընկերությունները սկզբից չես մտածում, թե ով է ինքը ինչ է։ Սկզբից շփվում եք, կամաց այդ հարաբերությունները ընտրանում են եւ ինչ որ կամաց ընթացքում ինչ որ ձևավորվում է մի շրջանակ մարդկային ընկերներ,
որոնք որ իսկապես շատ մտերիմ են դառնում եւ ընկերայով, մի մաս էլ արդեն հեռանում են քեզանից։ Եվ նույնը դա յուրաքանչյուրի մոտ են նման ձևով տեղի ունենում այդ ընկերական հարաբերությունները ստեղծում, նույն ձևով իմ մոտ։ Ուրեմն ունեմ շատ լավ ընկերական շրջապատ, ունեմ ընկերներ, որոնք բժշկական համալսարանում են աշխատում, եւ ունեմ ընկերներ, որոնք բժշկական համալսարանից դուրս են, բժիշկներ չեն։ Եվ կարելի ասել մի խումբ ընկերների դա բժշկական համալսարանի աշխատակիցներ են, պրոֆեսորներ, դոցենտներ, դա մի խումբն է ընկերական, մյուս խումբը դրսում են, բժշկական համալսարանի հետ կապ չունեն, դրսում են, էլի շատ լավ ընկերական շրջապատ է եւ շատ լավ ընկերություն ենք անում։ Որպես ընկեր անզուգական է։ Ես ձեզ ասեմ, այդպիսի ուշադիր նվիրված հազվադեպ լինի։ Բոյակապ ընկերը շատ ուշադիր, ահավոր ուշադիր ընկեր է։ Հետաքրքրում է յուրաքանչյուրիս ընտանիքի անդամի առողջությունը եւ այլ։ Շատ հուսալի մարդ է, շատ նվիրված, հոգատար, մարդկային առումով արտակարգ հատկանիշների տեր է։ Ինքը շատ ընկերասեր է, ինքը շատ սիրում է այդ խնջույքների ժամանակ երգել, պարել։ Ինքը բոլորի հոգսերը վերավերցնող է եւ նրանց հոգսերը մեղմացնող, օգնող, հնարավորինս եւ նաեւ իրեն հնարավորություններից նաեւ դուրս։ Ընկերների համար հոգին էլ կդա։ Իսկ ընկերների հետ հաճախ եք հանդիպում ձեր ամառանոցում։ Ընկերների հետ հաճախ սիրում եմ ընկերների հետ հանդիպելը, ընդհանրապես ես կարծում եմ, որ կյանքում պետք է շփումները շատ լինեն եւ հնարավորին չափ պետք է կարողանաս վայելես թե ընկերների վեհությունը եւ ջերմությունը եւ դու ինքդ էլ պետք է տաս։ Մի հողամաս ունի, որով թողես առավոտվանից գիշեր կզբաղվի։ Երբ մտնում ես այդ ամառանոցը, ապշելդ գալիս է, թե ինչպիսի էսթետիկ զգացողություն մարդ պետք է ունենա, որ կարողանա այդպիսի բան ստեղծել, բոլորին հաճույք պատճառելու, էլի կարող է բոլորիս հրավիրել այնտեղ, մենք բոլորս այնտեղ ուրախանանք, ինքը չարչարվի, ինքը խորովածը պատրաստի, ինքը հավաքի։ Ամառանոցը իրավոր հավաքվում եք, ինքն է, ոչ մեկին չի թողում մոտենալ, մեկ կարող է տատենցանի թողի մոտենալու, ինքն է պատրաստում, ինքն է սեղանը գցում եւ այլ։ Ինքը ընդհանրապես շատ լավ ձեռքեր ունի, ես միշտ ասում եմ, որ դու պետքա դառնայիր վիրահատող, էլի բժիշկ, որովհետև շատ լավ է, ինչ որ անում է, ընտիր։ Երբեք ես այդպես չեմ կարող անեմ, էլի։ Պարզավոր հողամասում, որ ընկերներս գալիս են եւ խորոված են պատրաստում եւ շատ լավ բաստուրմա եմ դնում, շատ լավ խորոված եմ, իմ ձեռքով սաղ պատրաստում եմ, հյուրասիրում եմ, իմ ձեռքով խաղող եմ հավաքում, ունեմ վազեր, գինի եմ պատրաստում, Իզաբելա սորտ խաղող ունեմ, ուրեմն սև այդ մուշկետ գինի ակոչում, Ղարաբաղից եմ բերել այդ մուշկետը, գինի եմ պատրաստում իմ ձեռքով, օղի եմ պատրաստում իմ ձեռքով, օղի եմ քաշում, Նենց որ սեփական օղի, սեփական գինի, ամեն ինչի ազդական այդ բաները փարկասով անում եմ։ Մանկությունից հողի հետ եմ գործ ունեցել, գյուղում ենք ապրել, հայրս բժիշկ է աշխատել, գյուղում ենք ապրել, պապս այգեգործ է եղել, գինեգործ է եղել, ուրեմն կոլխոզի, սովխոզի գինեգործն է եղել, եւ այդ ամեն ինչի ես տեսել եմ, եւ մանկությունից սիրել եմ, ուրեմն այգեգործությամբ զբաղվել։ Մենք ապրելով գյուղում, դե գյուղում յուրաքանչյուր ընտանիք բժշկի ընտանիք էր, հորս ընտանիքը, մեր ամբողջ։ Մենք կով էինք պահում, գոմիշ էինք պահում, այծ էինք պահում, ամեն ինչ հավ էինք պահում, ամեն ինչ ունեինք։ Եվ այդ ամեն ինչին հետևել էր պետքը։ Եվ մաքսիմալ ես օգնում եմ ծնողներին եւ հետևում էի։
Բացի այդ, եթե կով ունես, գոմեշ ունես, էշ կա, կոպիտ ասած, որը գրում էր անտառ փայտ էր ջարդում, բարձում բերում, պետք է ձմեռը կերը ապահովեիր։ Ուրեմն բոլոր գործերը անում էի, եւ կարտոշկա էի ցանում, եւ այն կողքերը հավաքում, եւ հանում, եւ բերում դեզ, եւ գրում էի անտառ փայտ էի ջարդում, բարձում բերում դու ձմեռը կուտակում ձմեռվան պատրաստում, եւ ձմեռվա պաշարն էի կենթանիների խոտ էի հնձում, հաջողում էր ուրեմն խնձել, ուրեմն գերանդույով շատ սիրում էի խոտ խնձել, ուրեմն յուրաքանչյուր տարի մի 2-3 ավտո չորացած խոտ էինք բերում տուն, ամբողջ դզում էինք եւ ամբողջ ձմեռը փաստորեն կենթանիները։ Ուզեմ ասեմ, այդ բոլոր գործերը մանկությունից արել եմ, սովորել եմ եւ երբեք չեմ զլացել։ Մինչեւ օրս էլ երևի թե դրա հիման վրա շարունակում եմ աշխատել հողամասում, բժշկական ինստիտուտը հողամասեր բաժանեց աշխատողներին եւ մեդիկ 2-ը կոչվում եւ այնտեղ ես ունեմ հողամաս եւ հետեւում եմ։ Աշխատում եմ ամեն ինչ տեղը լինի, համենայնդեպս ընկերներս, որ գալիս են բոլորը շատ մեծ ուրախությամբ են գալի եւ գովում են շատ։ Ես գիտեմ, որ սեղանի շուրջ հանդիպումների ժամանակ մի ավանդույթ կա, սեղանապետը պիտի դուք լինեք։ Նախկինում ուրեմն մեր ընկերական շրջապատում ուրեմն պրոֆեսոր Ազնավուրյանն էր, մեր լավ ընկերներից, Տատինչյանը, Ազնավուրյանը, Շեկոյանը, Շոթար Արսենիչը եւ մյուսները, Վիրեն Պարուչը, մեր հարգարժան, Ալեքսեյ Թևանիչ կար, Թաթևոսյան ֆարմակոլոգիա, որոնք որ իսկապես շատ լավ ընկերական շրջապատ էին ստեղծել եւ հաճախ հանդիպում էինք սեղանների շուրջը։ Եվ սովորաբար Արտաշես Վարդանիշին, հյուսվածքաբանության ամբիոնի վարիչին, պրոֆեսորին ընտրում ենք ղեկավար եւ խնդրում ենք, որ ինքը բան։ Եվ ես էլ եւ ինչպես յուրաքանչյուրը մասնակցում էինք, կենաց էինք ասում, խոսում էինք բոլորս մեր հերթին։ Արտաշես Վարդանիշը ցավոք սրտի կյանքից շուտ հեռանալուց պատճառով էլի այդ ընկերական հարաբերությունները պետք է շարունակվեին եւ ընկերները իրենց առաջարկեցին ես ինձ վրա վերցնեմ այդ պարտականությունը։ Կոչում ունի ընկերական շրջապատում վաստակավոր համադա։ Եթե ինքը ինչ որ մի խնջույքին կա, ինքը պետք է լինի անպայման համադա։ Ուրիշ ոչ մեկը չի կարող այդ մրցակցությունը ունենալ։ Եվ կերքի, եւ կուրախացնի, եւ կպարի, հոյակապ մարդ է։ Քիչ է խոսքը, հետն էլ երգում է եւ պարում է։ Եվ երգում է, եւ պարում է, եւ ասմունքում է, եւ բոլորին էլ այդ ամեն ինչը ստիպում է, եթե մենք օրինակ լինում ենք մեր միջավայրում։ Շատ լավ երգում է, հայկական երգեր է երգում, շատ լավ երգում է ինքը։ Շատ Այն որ արդեն իր տրամադրությամբ մենք բոլորս ասում ենք հիմա կսկսի արդեն երգել, ու ինքը երգում է, մենք շատ հաճույք ենք ստանում։ Այո, սեղանի շուրջը ես սիրում եմ սեղանի շուրջ կենացներ ասել, ընդարձակվել, շատ սիրում եմ երգել, սիրում եմ ուրախանալ, եթե պետք է պարել, երգել, այնպես որ պրոբլեմ չեմ տեսնում։ Ինչ երգեր եք երգում, պարոն Խուդավեր։ Տարբեր երգեր, երգում եմ օրինակ տարբեր երգեր։ Ով դու գեղեցիկ, ով սիրուն, ծաղիկների աշխարհում, եւ այլն տարբեր երգեր։ Օ, երգը միշտ երգել է։ Միշտ երգել է, հա, շատ զգացմունքներով։ Ինքը բավականաչափ լավ էլ ձայն ունի, ընկերական հանդիպումների ժամանակ ընկերների ծնունդի ժամանակ շատ սիրով երգում են դուրում հայկական, դասական լավ երգեր։ Քեզ համար եմ ես ու քեզ համար եմ բերել սիրելիս, դու ես իմ աննամա, կվաղիլևից կվեղանա, չոքին չեմոտ վիարել, Ramgit halimov alo kilime Da yakne güveyane Ah yeşli bir fotoğraf Պարոն Խուդավերյան, իսկ ինչ է կարծում, ինչ թերություն ունեք։ Երևի թերություններից մեկը այն է, որ եթե մի բան որոշում եմ, անկախ դրանից թե ինչ ավարտ պետք է ունենա, իհարկե աշխատում լավ ավարտը,
պետք է ավարտին հասցնեմ։ Կիսատ գործ երբեք չեմ սիրում թողել, անպայման հասկանալ, ուրեմն կարող է, ուրեմն եթե դա վնաս հասցնի ինձ, պետք է այդ բանը անեմ։ Իմ հոր թուլություններից եւ թերություններից երբեք չեմ կարող խոսել, էմոցիոնալ թերություն։ Ես մենակ դրականն եմ տեսնում իր մեջ։ Թերություն չի ասի, ես կացեի առավելություն։ Անօրինականությունների նկատմամբ շատ անհաշտ է։ Թերությունը գուցե մի քիչ բռնկվող է։ Ինքը բռնկվող մարդ է, բայց հետն էլ ամեն մի բռնկումից հետո ինքը փորձում է մեղմել սիտուացիան։ Տեղ կա քեզ էլ, ինձ էլ կարող է բան ասի, որը իմ դուրը չգա, բայց ինքը ասում է ես տենց եմ գտնում, այդ է թերությունը։ Չեմ կարողանում հիմա տենց ասել ինչ թերություն ունի։ Ես թերություն չեմ տեսնում բարերի մոտ։ Երևի թերություններից մեկը եւ կարելի է, որ բավականին որոշ դեպքերում կոպիտ կարող եմ իմ կարծիքը հայտնել մարդու մասին։ Երևի դա պետք է մի քիչ ավելի նեղմ գտնվել, նախկինում շատ ավելի դա կտրուկ եւ սուր է անում եւ ընկերների նկատմամբ եւ աշխատողների, երևի թերություններից մեկը դա էր, որ չէր կարելի եւ չի կարելի այդքան կտրուկ եւ կոպիտ ձևով որոշ դեպքում նկատողություն անել եւ անկարողանալ դու ճիշտ ես թե սխալ։ Շնորհակալ եմ անկեղծորիցի համար։